ձեզ մի հետաքրքիր եւ տարօրինակ հարց ունեմ տալու։ Մեծ ուրախությամբ։ Երբ որ ավարտեք Քրիստոսի արձանի կառուցումը, հաջորդը ում արձանը կկառուցեիք, եթե կառուցեիք, եւ ըստ ձեզ այս երկրում ով է դրան ամենից շատ արժանի։ Ապրես։ Հալալակ է, շատ ուժեղ հարց ես տվել։ Առանց երկար մտածելու հարցիդ պատասխանեմ, կկառուցեի հայ կնոջ արձանը։ Հայ կանայք արժանեն մեծարման, գնահատականի, ոնց ասեմ, որ ցանկացած հզոր տղամարդու հարցնես, որ մենք ինչ էլ անենք մեր կանանց համար, միևնույնն է պարտք ենք մնում։ Տղամարդու պատիվը ընտանիքի անունը դա կինն է պահում։ Նրանք արժանեն մեծարման, գնահատականի։ Եղել է պատերազմ։ Մարդիկ իրենց որդիներին կորցրել են, կանայք կորցրել են իրենց որդիներին, այդ վիշտը, ցավը, սպին մինչև կյանքի վերջ մնում է։ Բայց այնքան համարձակություն, որ աշխարհին ապացուցում մենք կոտրվող չենք, մենք պայքարող ենք, դրանով հաշտվող չենք, կինը 40, 45, 50 տարեկան պայքարում է որդի ունենում, անունը նույնն է դնում, ու աշխարհին ցույց է տալիս, որ մենք կոտրվող չենք, մենք պարտվող չենք, մենք պայքարող ենք։ Իրանց ցավը տանեմ, իրենք արժանեն մեծարման, հարգանքի եւ խոնարհման։ Իմ մոտ բոլոր պատասխանատու գործերին կինն է, որը լիարժեք թույլ չի տալիս թե ֆինանսական, թե ստուգելու հարցով որևէ խախտում լինի։ Մաքուր, հարգանքով նա երբեք թույլ չի տա ինչ որ մի բան սուտ ասի։ Որտեղ ասեն ամենագեղեցիկ արձանը, կնոջ արձանը ես կդնեմ, իմ համար մեծ պատիվ է, որ այդ արձանը որպես հայ կնոջ կերպար, որ մենք կարողանանք դնել, գոնե որոշ չափով կարանք մեր կանանց խաթրը առնել, ասեմ։